ՀԱՊԿ-ը ահազանգում է, որ Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը։ ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը հատուկ է անդրադարձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Առանձնահատուկ պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, հաշվի առնելով նաև Հայաստանում կայացած ընտրությունները։ Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերը, Հայաստանը իրենց ռազմական կառույցներում ներառելու Եվրամիության երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը։ Մենք վերահսկում ենք իրավիճակը։ Այս էսկալացիոն ռիսկը այո ՀԱՊԿ արձանագրում է եւ այդ էսկալացիոն ռիսկը առկա է, որքան էլ նախընտրական տրամաբանության մեջ է Փաշինյանը հայտարարում, որ եթե ես չհավաքեմ սահմանադրական մեծամասնություն կլինի պատերազմ, Հայաստանի առաջ դրված է կոշտ աշխարհակաղակական ընդդիմության խնդիր, իսկ Ադրբեջանը անկախ իրանա-ամերիկյան, ռուս-ամերիկյան, չգիտեմ, այդ բոլոր հարաբերություններից բաց տեքստով մեզանից պահանջում է միջանցք հնարավորինս արագ։ ՀԱՊԿ-ից հնչող մտահոգիչ հայտարարություններին Եվրամիությունից հետևյալ արձագանքն է հնչել։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ 2 եւ Ադրբեջանի հետ 1 սահմանային անցակետի բացմանը։ Սա վճռորոշ նշանակություն կունենա, երբ առևտրային հոսքերն իսկապես սկսեն շարժվել եւ զարգանալ։ Ես չեմ կարող պատկերացնել ուժեղ միջին միջանցք, ինչպես նաև թվային, էներգետիկ եւ առևտրային հարաբերությունների զարգացում առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության։ Տարածաշրջանը Եվրոպական միության համար որոշակի հետաքրքրությունների դաշտ է, բայց ասել, որ եվրոպացիները այս տարածաշրջանի համար պայքարում կգնան, չգիտեմ ինչ մեծ զողողությունների, այսինքն նաև ռազմական գործիքակազմի կիրառման, դա իլյուզիա է, հնարավոր չի։ Իդեպ Մարտակոսը հույս է հայտնել, որ շատ շուտով հնարավոր կլինի բացել որոշ սահմանային անցակետեր։ Հյուսիսից հնչող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հայտարարություններին զուգահեռ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր են գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության շուրջ արձանագրված առաջընթացը։ Հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կհաստատվի տևական եւ անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության եւ կայունության տարածաշրջան։ Մենք այս աշխարհակաղակական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որ դերևս վավերացում չի անցել։ Այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենություն ունենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսույցի մեջ։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, պնդելով, որ հայերը իբրև թե մշակութային ցեղասպանություն են իրականացրել։ Ալիևը հայտարարել է, թե օկուպացված Արցախում եւ այսպես կոչված Արևելյան Զանգեզուրում հայկական վերահսկողության տարիներին ավերվել են մզկիթներ եւ իսլամական մշակութային ժառանգության հուշարձաններ, մինչդեռ Արցախը բռնազավթելուց հետո հենց Ադրբեջանն է ոչնչացրել հայկական պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, հիմնահատակ ավերել գյուղեր ու բնակավայրեր։ Այս փաստերի վերաբերյալ միջազգային բազմաթիվ կառույցներ շարունակում են լուռ մնալ։ Կապ չունի ով է առաջինը սկսել ով երկրորդը։ Փաշինյանը որևէ մեկին այս հարցում չի մեղադրում, բացի այն, որ Բաքվում շարունակ ինքնիշխան Հայաստանը կոչում են Արևմտյան Ադրբեջան։ Պետական բարձր մակարդակով խոսում այսպես կոչված փախստականներին Հայաստան ուղարկելու մասին։ Նրա խոսքով հայելային արձագանք է Երևանում տեղի ունեցողի։ Այսինքն այնուամենայնիվ մեղավորության սլաքները մեր կողմն են թեքված։ Ընդդիմությունը խորհրդարանի աշխատասեղաններին Արցախի դրոշն է պարզ պահում։ Հեղափոխական դաշնակցությունն ամբողջ աշխարհում բռնատեղահանված արցախցիների ոտնահարված իրավունքներից խոսում, Բաքվից էլ համապատասխան կերպ արձագանքում են ըստ Նիկոլ Փաշինյանի։ Մենք մեր ճշմարտությունը ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը, իրանք իրեն ճշմարտությունն ունեն եւ հավատում են իրեն ճշմարտությունը։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ պետքա դադարեցնել։ Հայաստանը եւ Ադրբեջանը պետքա իրար հանգիստ թողեն։ Հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելը Հայաստանում եւ Ադրբեջանում է այս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը։ Մարդու իրավունքների Եվրադատարանը օրերս առաջին վճիռը կայացրեց 2016-ի ապրիլյան քարոզիայի գործով, ադրբեջանական կողմին ճանաչելով որպես պատերազմական ծանր հանցագործ, բայց սա զոհված զինծառայողի ընտանիքի կողմից ներկայացված անհատական գանգատով Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է հանուն խաղաղության։ Խաղաղություն է հաստատված եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել
եւ վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք ենթադրում եմ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել։ Կենտրոնական ներքաղաքական հարցերի վրա կառավարության նոր կազմում էական փոփոխություններ չեն լինի։ Պաշտոնավարող փոխվարչապետերն ու նախարարները կմնան իրենց կաբինետներում։ Ինչ վերաբերում է մյուս մակարդակներին, ապա Փաշինյանը դեռ մտածում է, իսկ ազգային ժողովի նոր նախագահի անունը, որի վերաբերյալ արդեն օրեր շարունակ տարբեր տեղեկություններ են մամուլում շրջանառվում, դեռ հայտնի չէ։ Փաշինյանն ասում է ՔՊ-ում այսօր փակ գաղտնի քվեարկելու որոշում կա։ Մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաեւ մյուս գործընկերները։ Սահմանադրական դատարանում կմեկնարկի ընդդիմադիր ուժերի ներկայացրած խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ ընտրության երկրորդ փուլ նշանակելու հայցապահանջի քննարկումը։ Քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումը մայր դատարանում կլսենք երրորդ կողմն են։ Լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե իր ընտրությունը տեղի չի ունեցել։ Ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Ժամանակն է վերափոխելու մեր քաղաքական խոսույթը, համոզված է Փաշինյանը, այն որ ԿՊԱ-ականները ընդդիմությանը սպառնում են մեջբերում, բոքսի տանձիկ դարձնել ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վստահ է, միակողմանի երևույթի արդյունք չէ։ Ռուսաստանն ավելի է կոշտացնում ու սրում առանց այդ էլ Հայաստանի հետ ունեցած լարված իրավիճակը։ Այս անգամ թերևս դեռ Ռուսաստանի արտաքին գերատեսչության մակարդակով են անդրադարձել եւ խիստ քննադատել հնատոական զորավարժությունները Հայաստանում։ Մարիա Զախարովան է այսպես բացատրում, որ հայ զինվորականներին նմանատիպ զորավարժություններում սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ։ И для кого не секрет, что в ходе такого рода тренировок Գաղտնիք չէ, որ նմանատիպ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչն ամրագրված է ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերում։ Այսինքն հայ զինվորականներին սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ։ Ըստ վերլուծաբանների Ռուսաստանի քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի հետևյալն է։ Ներկայիս իշխանությունները Ռուսաստանի համար ցանկալի չեն։ Հունիսի 7-ին որոշ վերլուծաբանների դիտարկմամբ տեղի են ունեցել ոչ թե խորհրդարանական ընտրություններ, այլ արտահայաստանյան գործընթացներ։ Եվ ըստ քաղաքագետների ռուսական կողմից հաճախակի հնչող հայտարարությունները կոշտ, սպառնալից մի նպատակ են հետապնդում՝ պահել տեղեկատվական ֆոնը։ Մի կողմից արևմուտքը, մի կողմից Ռուսաստանը, մեկը ցանկանում էր իշխանությունը պահել, մյուսը վերցնել իշխանությունը, արևմուտքին հաջողվեց վերցնել իշխանությունը, հունիսի 7-ին Ռուսաստանը պարտվեց, բայց դա մեկ սերիալնոց կինո չէ, դա սերիալ է, որ ունի բազմաթիվ սերիալներ, առաջին սերիան ռուսական կողմում պարտվեց, բայց դա չի նշանակում, որ համակերպվել է պարտության հետ։ ՆԱՏՕ-ի ամերիկացիների հետ համատեղ զորավարժությունները Հայաստանում շատ վաղուց են անցկացվում, դրանք միշտ եղել են խաղաղ, սակայն այն ժամանակ Ռուսաստանը միշտ աչք էր փակում դրա վրա։ Բավականին լարվել է Ռուսաստան, ՆԱՏՕ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները, բավականին լարվել է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունները։ Դրա համար հիմա աչք չեն փակում եւ շատ խիստ դիրքորոշում են հայտնում։ отдельную беспокойность вызывает то, что реализация Առանձնակի մտահոգիչ է, որ Հայաստանի տարածքում այս կրթական ծրագրերի իրականացումն արդեն համակարգային բնույթ է ստանում։ Դրանք անցկացվում են ամեն տարի սկսած 2023 թվականից։ Այս զորավարժությունները որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է եւ հատկանշականն այն է, որ իրենք էլ դա չեն թաքցնում։ Այն է շարունակել հանրապետությանը պոկել իր ավանդական դաշնակցից Ռուսաստանից։ Հայաստանում իշխանությունը հայտարարում է, որ կկարգավորի ռուսների հետ առկա խնդիրները։ Փաշինյանն էլ հայտնել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում առաջիկայում կհանդիպի իր գործընկերների հետ։ Ըստ վերլուծաբանների անարդյունավետ հանդիպում է սպասվում, քանի որ կարևոր հարցերի պատասխանները ամբողջությամբ Պուտինն է տալու, իսկ Փաշինյան-Պուտին հանդիպում առաջիկայում նախատեսված չէ։ Ինքը որևէ բան ԵԱՏՄ-ում բանակցելով չի կարող լուծել, իրան ուղղակի չեն լսելու եւ տնտեսական սահմանափակումները շարունակվելու։ Հանդիպան դեպքում էլ հայկական կողմը ռուսներին մեծ զիջումներ պետք է անի։ Եվրադիտորդների հեռացում դեպի Եվրամիություն թեքվելու քայլերի չեղարկում, հակառուսական գործիչների չեզոքացում, կարևոր պոստերից։ Կգնա Փաշինյանը զիջումների, եթե այո, այդ դեպքում ինչ պատասխան է տալու Արևմուտքի, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկներին։
Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։ Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան պետության ներքաղաքական պայքարի մեջ եւ նշել է, որ նման հայտարարությունները կարող են վնասել երկու երկրների տնտեսական հարաբերություններին։ Ապրանքների վերադարձի դեպքում նախատեսվում է գործարքների ճշգրտման հնարավորություն առանց հետվաճառք ձևակերպելու։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սա թույլ կտա վերադարձը իրականացնել նույն գործարքի շրջանակում, դարձնելով գործընթացը ավելի պարզ եւ տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները ավելի ճշգրիտ։ Ներկայում որոշ դեպքերում վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը բարդացնում է գործընթացը եւ չի արտացոլում իրական պատկերը։ Առաջարկվող փոփոխությամբ այս խնդիրը կվերացվի։ Եվրոպա մեկնել ցանկացող քաղաքացիները ահազանգում են, որ հատկապես ամռան ամիսներին չեն կարողանում Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանատաներում օր ամրագրել, եւ այդ խնդիրը կարող է կրկնվել ամբողջ տարվա ընթացքում։ Եվրոպական երկրների դեսպանատաներում մեծ հերթեր են։ Արտասահման մեկնել ցանկացողները հայտնում են, որ զբոսաշրջային մի շարք գործակալություններ գումարի դիմաց դեսպանատներ Շենգեն վիզաների հայտեր ներկայացնելու օրեր են ամրագրում։ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, թե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, խնդիրը զեղծարարների հաքերային միջամտություններով է պայմանավորված։ Կոմիտեից տեղեկացնում են նաև, որ տուրիստական գործակալություններն էլ այդ առումով տուժող են, քանի որ կցանկանային ավելի շատ շահառուների սպասարկել։ Զբոսաշրջության կոմիտեն օրենք է մշակել, որով նախատեսվում է կարգավորել, թափանցիկ դարձնել տուրօպերատորների տուրիստական գործակալությունների գործունեությունը։ Այս պահին մենք արդեն սկսում ենք բողոքների կարգի մշակման աշխատանքները, այսինքն ինչ բողոքները, որ ստանալու ենք սպառողներից, դրանք ինչպես ենք ուսումնասիրելու ու ովքեր են լինելու հասցեատերերը։ Մեր կողմից էլ կարող ենք հավաստել, որ տուրօպերատորները, գործակալները իրենք եւս տուժում են իրավիճակից ու իրենց համար էլ սա խնդիր։ Անձրև խցանում եւ մի քանի անգամ թանկացած տաքսի։ Վերջին տարիներին սա դարձել է բազմաթիվ քաղաքացիներին ծանոթ իրավիճակ։ Թեման կրկին հասել է խորհրդարան, որտեղ քննարկվել է արդյոք նման թանկացումները պետք է կարգավորվեն։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, գների թանկացումը պայմանավորված է ոչ թե եղանակով, այլ առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ։ Ենթադրում ձեր ասած անձրևի ժամանակ այս բկետը անցնելու համար բարոյթ ավելի շատ ժամանակ է կայացում եւ դրանից բացի կա գործակից, որը առաջարկ պահանջարկի հիման վրա է, առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք եւ սարքել ենք 2 անգամ։ Տնտեսագետների խոսքով անձրևի կամ խցանումների պատճառով տաքսի ծառայությունից օգտվել ցանկացողների թիվը կտրուկ աճում է, իսկ հասանելի մեքենաների քանակը մնում է նույնը կամ նույնիսկ նվազում։ Շուկան արձագանքում է գնի ավելացմամբ։ Նրանց գնահատմամբ սա շուկայական տնտեսության բնական մեխանիզմ է, որի միջոցով սահմանափակ ռեսուրսը բաշխվում է պահանջարկի պայմաններում։ Մասնագետների կարծիքով նման իրավիճակում քաղաքացին վճարում է ոչ միայն ծառայության, այլև ստեղծված իրավիճակի համար։ Ավելին ասեմ, երբ որ Արցախի պաշտպանները եկել են Հայաստան, բնակարանները սկսել են թանկանալ վարձը այդ թվում։ Եվ այո, քաղաքացին վճարում էր այդ իրավիճակի համար։ Բայց շուկայական տնտեսությունը այդպեսին է։ Եթե նույնիսկ մենք հրաժարվենք շուկայական տնտեսությունից, ապա նման բաներից էլի երաշխավորված չեն։ Ըստ մասնագետների նման երևույթները հանդիպում են տարբեր շուկաներում, երբ որևէ հանգաման կտրուկ մեծացնում է պահանջարկը, իսկ առաջարկը չի հասցնում արձագանքել։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, թե խնդիրը միայն առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը չէ։ Նրանց կարծիքով ոլորտում ոչ միայն մրցակցության պակաս կա, այլև անհրաժեշտ են վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Լուծումներից ամենառեալը, ամենաաշխատուկը դա գերմոնոպոլացված ընդհանուր սուբյեկտի գերշահույթի հարկումն է, եթե գերշահույթը հարկվի գոնե 80%-ով, այդ սուբյեկտը այլևս չի փորձել զանազան պատճառաբանություններ ու գների բարձրացնել։ Մասնագետները առաջարկում են նաև թարմացնել պետական կարգավորող մարմինների գործիքակազմերը։ Նշում են նաև, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տաքսո հավելվածում տվյալ փողոցը նշվել է որպես խցանված, սակայն տեղ հասնելիս պարզվել է, որ երթևեկությունը լիովին ազատ է եղել։ Մասնագետները համեմատություն են անցկացնում նաև քաղաքային տրանսպորտի հետ, նշելով, որ երբ պիկ ժամերին ավտոբուսի ուղևորը բարձրացվեր, միայն այն պատճառով, որ երթուղին ավելի երկար ժամանակ է պահանջում, դա կդիտվեր որպես գործող կանոնների խախտում։
Նույն տրամաբանությունով քաղաքային իշխանությունն էլ կարող է գիտեք պիկ ժամերին ավտոբուսները գնում են ակետից բեկետ ցերեկվա ժամերին ասում են 50 րոպեում պիկ ժամերին ասում են ժամ 40 րոպե ավտոբուսը ժամ 6-ից 7-ը տանգաստի այդ ժամանակ մենք կհասկանանք չէ որ գործ ունենք օրենքի խախտման հետ Տաքսի ծառայությունների գների շուրջ քննարկումները ըստ մասնագետների ցույց են տալիս, որ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես փոխադրումների ոլորտի շրջանակից։ Հունիսի 23-ին Վանաձոր Ալավերդի ճանապարհին բախվել են 48-ամյա Գուրգենի Toyota Camry եւ 44-ամյա Աղաբեկի Ալյուրի պարկերով բարձված DAF բեռնատարը։ Վերջինը կողաշրջվել է վարորդները եւ Toyota Camry 51-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարության Գուգարքի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։ Շամշյանքում բացառիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե բիդի վարորդը անտեսում է երթևեկության կանոններն ու ազատամարտիկների փողոցում երթևեկում է հանդիպակաց։ Եվ Վանաձոր Ալավերդի ճանապարհի հարակից հատվածում հայտնված ազնված ցեղ եղջերուն հետաքրքիր աժոտաժ էր ճանապարհին ստեղծել։ Կենթանին հանգիստ շրջում էր տարածքում մարդկանցից չէր խուսափում, իսկ անցորդներն ու վարորդները կանգ էին առնում, մոտենում, կերակրում նրան ու լուսանկարվում։